Օր 3. Իրանից Հայաստան եկողներն են պատմում, թե ինչ իրավիճակ է Հայաստանի հարավային հարևան Իրանում։ Ագարակ սահմանային անցակետում Իրանից Հայաստան երկար ճանապարհ անցած բեռնատարների վարորդներից մեկը սպանում է պայթյունի ձայներ լսել, մյուսը Թավրիզում, Թեհրանում։ Միտեղ ընդամենը Թավրիզից դեպի Էսիան որ գալիս ենք, այդ ճանապարհի կողմն ենք տեսել, ուրիշ ոչ մի բան, դա երեք ա եղել։ Հայաստանին մոտ իրավիճակն ավելի հանգիստ է։ Հայաստանի քաղաքացիները կարողացել են անցնել սահմանը, առևտուր անել, հետ վերադառնալ։ Տալոս էս մասերում ապրում, զանգեցիք, ինքը մտավ դուրս եկավ, ասես նորմալ է, մենք էլ եկանք։ Նույնն է, փոփոխություն չկա։ Այժմ սլաները ես Թեհրանից պետք է թռչեի Չինաստան, բայց չկարողացա։ Թեհրանից Հայաստանի սահման 10 ժամում եմ հասել։ Իրանա-իսրայելա-ամերիկյան պատերազմի ֆոնին փորձագետները գնահատում են, թե Իրանում պատերազմն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա։ Փորձագետ Ներսիսյանն այս պահին ռազմական տեսանկյունից Հայաստանի համար վտանգ չի տեսնում։ Շատ ցածր հավանականությունն է, որ Հայաստանի հետ կապված պատերազմական ռիսկեր այս պահին կան, բայց կան տնտեսական ռիսկեր, լոգիստիկան օրինակի համար ահագին վատ վիճակում է գտնվում։ Պատկերացրեք վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն պաշտպանել։ Սահմանային անցման կետում ուրեմն շարժը, որ մենք տեսնում ենք, որևէ առանձնահատուկ իրավիճակ այս բանը մենք չենք նկատել։ Օրվա ընթացքում միջազգային մամուլի գլխագրերում այս վերնագրերն էին. Թուրքիան եւ Իրանը փոխադարձաբար փակել են ցամաքային սահմանները։ Ավելի ուշ լուր տարածվեց, որ Իրանը հարված է հասցրել Թուրքիայի Ինջիրիլիքի ավիաբազային, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Տեսանյութերը տարածվեցին համացանցում։ Թուրքական որոշ լրատվամիջոցներ սակայն հերքեցին այն։ Ըստ ռազմական փորձագետների, Ամերիկա-Իրանա-իսրայելական օդային պատերազմը դժվար թե 1 ամսից երկար տևի։ Ըստ փորձագետ Ներսիսյանի դրա ինտենսիվությունը 2 շաբաթ հետո կարող է նվազել։ Մերձավոր Արևելքում պայթյունավտանգ իրավիճակում ըստ փորձագետի կարևոր է, որ Հայաստանի հակաօդային պաշտպանությունում զգոնություն լինի։ Ասել, որ մեծ ռիսկեր կան կամ միջին ռիսկեր, որ այդ հարվածներից մեկը կշեղվի եւ Հայաստանի տարածքում ինչ որ հրթիռ կընկնի, դա էլ է շատ ցածր հավանականություն, որովհետեւ Իսրայելները ԱՄՆ-ն էլ գերճշգրիտ զենքեր են կիրառում եւ հենց մեր սահմանին տենց ու շատ մոտիկ ես հարված ճիշտ ասած չեմ տեսել, որ տենց ասենք 5 կիլոմետր լինի կամ 10։ Որն է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը գնահատականը Իրանա-ամերիկա-իսրայելական պատերազմին։ Դատապարտում են հարևան Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Ամերիկյան ավիակիրները ծովում կանգնած սպասում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց դատապարտի, Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց մի բան ասի, մի անգամից պատասխանելու են։ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է եւ ցանկանում եմ, որ այս իրողությունը մենք հաշվի առնելով շարժվենք առաջ։ Հայաստանում Իրանի դեսպանն այսօր հայտնել է, որ հայ-իրանական բարեկամական կապերն ամուր են եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը շարունակում է կարմիր գիծ լինել Իրանի համար։ Մեր բարեկամ եւ հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ մեզ համար կարմիր գիծ է։ Կարծեմ ամեն դեպքում զինված ուժերը պետք է պատասխանատվության բարձր մակարդակի բերեն։ Ռազմական փորձագետը քիչ հավանական է համարում, որ տարածաշրջանում մերձավոր արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից օգտվի Ադրբեջանն ու ռազմական էսկալացիայի գնա ընդդեմ Հայաստանի։ Փորձագետի կարծիքով Ալիև այս պահին այդ ռիսկին չի գնա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։